Նաշվանելով նախկին միջամտությունները, այդ թվում նախկին ելույթները, այդ թվում Հայաստանի պատվիրակության ելույթը, որը հիմնազուրկ մեղադրանքներ կրկնեց Ադրբեջանի հասցեին, ինձ մնում է միայն խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը իր հայտարարության մեջ հերկեց բոլոր այս մեղադրանքները հրապարակով ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք եւ որ նրանց նկատմամբ զանգվածային ոչռագործությունների մասին պնդումները կեղծ են, ճշմարիտ չեն։ Սա հիշեցնեմ Հայաստանի վարչապետի հայտարարությունն է, որ արվել է մի 2 ժամ առաջ։ Հիմա այսօր այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա։ Ասում եմ, եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս ինչ գործ ուներ, ով է սրա մասին, հարգելի ժողովրդավարներ, ինձնից սկսած։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել, ես մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Որ մենք ասում ենք թուրքը մնում է թուրք, այդ նույն ասացվածքից ընդեղ էլ կա, ընդեղ էլ ասում են հայը մնում է հայ։ Այդ որ մենք ասում ենք ոնց կարելի է վստահել, ոնց կարելի է Ադրբեջանին վստահել, ոնց վստահում եք, այդ նույնը ընդեղ կա, ասում են ոնց կարելի է հային վստահել։ Այդ որ մենք ասում ենք բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, նույնը իրանք են ասում են բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք։ Ոնց է դուք խաղաղություն եք ուզում Հայաստանի հետ, բա մեր պատմությունից դասեր չքաղեցիք։ Լսեք, մենք պետքա դուրս գանք KGB-ի գործակալների մեզ համար ձևակերպած աշխարհի բանից, պատկերից։ Իսկ Թուրքի դեպքում, այո, ասել եմ չեմ վիրավորվում, որովհետև չեմ կարծում, որ երբ որ ասում են թուրք, պիտի վիրավորվես, որովհետև ինչպես ասում են շվեդ կամ գերմանացի կամ ռուս։ Տեսեք 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Դուք անկլավների մասին խոսեցիք։ Հայաստանի տարածքային ամբողջականության 29,800 քառակուսի կիլոմետրում Տիգրանաշենը եւ Տավուշի 6 գյուղերը ներառված են, թե ոչ։ Ոչ։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց եւ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Ո՞ւր շմտներ։ Կաթողիկոսը շմտի, վայ դուք շններ։ Աստվածներ։ Բենեմ իրոք ես ստակոպիցի կյանքում չէի պատկերացի, սպասիկ Գեղը թող, երեխեքից ետքից է, գեղը սրանցը չի։ Այս պահին խոչընդոտում են ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, ենիչերիները կանգնած են այսպես։ Մայիսի 28-ին Գայանյանց տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի եւ հանրապետական մաղթանքի ավարտից հետո ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր։ Հայոց հայրապետը եւ հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշը հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին։ Հրավեր
չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Ղեհապար Հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող եւ սադրող գործողությունները շարունակել եւ երբ որ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել է Ղեհապար Հայրապետի մուտքը Սարդարապետի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։ Շարունակում եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ես չպիտի ցանկայի այս նվիրական սրբավայրում որևէ քաղաքական հարցերի անդրադառնալ, բայց զուտ, քանի որ հարցը հնչեց, ասեմ, որ մեր համոզումներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա։ Ղեհապար արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերի մեկի կողմը եւ արդյոք իրեն չի դիրքավորվում որպես Արդյոք համախմբման փոխարեն այստեղ պառակտող ինչ-որ քայլեր չի ձեռնարկում։ Եկեղեցին առաջնորդվում է ազգային եւ պետական շահերից։ Եվ եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է։ Սա խաչքարի կրկնօրինակ։ Եվ այս խաչքարը կերտված է 1283 թվականին։ Այս տեսակ 6-7000 խաչքարեր նրանք ոչնչացրեցին Նախիջևանում։ Այստեղ այս երկու գրքերը նոր հրատարակված բրոշյուրներ են, որոնք որ ներկայացնում են այն բանկերն ու եկեղեցիները, որոնք որ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումից հետո ոչնչացվել են։ Yok, benim ondan helallik hiçbir görüşüm ki Я не хочу пока встречаться с Гаригином II. Считаю встречу с ним ниже своего достоинства. Католикос, помимо религиозного сана, облачился еще и в политическую мантию. Духовный человек не должен настолько погружаться в политику, поэтому у меня нет намерений встречаться с ним. Ona göre de helallik böyle bir fikri yoktu. Также он коснулся вопроса позиции Армении о решении Совета старейшин Управления мусульман Кавказа возобновить деятельность Ереванского старейшинства. Onun münasebeti beni hiç maraqlandırmır. Neye göre maraqlandırmır? Позиция Армении касательно возобновления деятельности Ереванского старейшинства не интересует Азербайджан. Ереванское старейшинство лишь возобновило деятельность, оно не является новой структурой. Это наши исконные земли. В 1988 году деятельность старейшинства была приостановлена из-за депортации азербайджанцев из Еревана. Мы надеемся, что снова вернемся на наши земли, и Ереванское старейшинство будет функционировать на этих землях. Կտրիչ ներսյանը պետքա հեռան, ես այս ամբիոնից ասել եմ, տարբերակ չկա։ Սա տարեվերջյան վերջին պատարակն է, սակայն ինչպես նկատում ենք, Կտրիչ Ներսիսյան դեռ չի շտապում հեռանալ, ձեր կարծիքը։ Թող հեռանա։ Ինչ եք կարծում, ինչ պիտի լինի, որ նա հեռանա։ Մի հատ քարտը փնկելքին սատկացնել։ Եկեղեցին առաջնորդվում է ազգային եւ պետական շահերից։ Ինչ ասանում է ստեղ զենքովաբեղա, արյուն թափել արդյոք վայել է հոգևոր անձին։ Ժամը հասել է բեք, աշակերտներիս հետ եմ, ինձ մի խնայիր Դավիթ։ Քեզ չեմ խնայում, այլ դպրության ջահը, որը աշակերտեիդ հետ պիտի վառեք ազգի հավատը բարատելու։ Մայր հողը թանք է դպրության լույսից։
Գնա աշխարհազորին զորավիկ։ Բազուկդ մտքիդ նման կտրուկ լինի մովսես։ Ելգուս, ելգուս։ Ծառայեմ հրամանիդ պայծառ փաշա։ Խցկի ջաուրների բողազը։ Ծառայեմ։